կարող է ավելի լավ նայել։ Բուզած է։ 10-ամյա Արուստամ Հակոբյանը հուզվելու հիմնավոր պատճառ ուներ։ Պատանի դուդուկահարն առաջին անգամ էր ելույթ ունենում այն մարդկանց առաջ, որոնց մասնակցության հոլովակները նայելով նվագել է սովորել։ Ընկերը 11-ամյա Ռուբեն Հովանեսյանը ավելի ինքնավստահ էր, վատ չէր ասում է ու սպասում, երբ է մրցույթն ավարտվելու, որ մոտենա վարպետներին հարցեր տալու։ Որոշել եմ, որ պիտի մեծ երաժիշտ դառնամ։ Հասկացի, իսկ ինչ որ մեկը ում շատ ուզում ես նմանվել երաժիշտներից։ Կամա Սեյանյանին, Վահան Հարությունյանին։ Մի քանի տասնյակ պատանի դուդուկահարներ այսօր վարպետների առաջ ելույթ ունենալու ՀԽՍՀ ժողովրդական արտիստ դուդուկի մեծ վարպետ Վաչե Հովսեփյանի 100-ամյակին նվիրված համապետական մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեին։ Գրեթե հանրապետության բոլոր մարզերից ունենք մասնակիցներ, ունենք նաև արտերկրից մասնակից եւ ուրեմն մասնակիցների այն թափը, որը որ սկսվեց այս փառատոնի մեկնարկով, նախատեսվածից շատ եղավ եւ բոլոր ազգային փողային նվագարանները միահամուռ ուժերով մասնակցում են մեր փառատոնին։ Այսպիսով պատանիները փորձում են իրենց ուժերը հաղթանակից բացի ժյուրիի անդամների խորհուրդները լսելու ակնկալիքով։ Փառատոնի հանձնախումբը գլխավորում է հանրապետության ժողովրդական արտիստ Կոմիտասի անպետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Գևորգ Տաբաղյանը, փառատոնի հանձնախմբի կազմում են հանրապետության վաստակավոր արտիստ Կամո Սեյանյանը, հանրապետության վաստակավոր արտիստ Արմեն Գրիգորյանը, վարպետ դուդուկահար Վահան Հարությունյանը, վարպետ դուդուկահար Արտակ Ասատրյանը եւ ամբողջ մեր փառատոնի հանձնախումբը պատրաստ է փորձը փոխանցելու գաղափարը փառատոնի այն է, որ սերունդների երկխոսություն լինի։ Երբեմն մենք էլ իրենց հետ հուզվում ենք եւ հիշում ենք մենք այն տարիները, երբ որ մենք ենք սկսել, ես էլ եմ ավարտել Ռոմանոս Մելիքյանի երաժշտական ուսումնարանը եւ ես Վաչե Հովսեփյանին չեմ տեսել ցավոք սրտի, ես 12 տարեկան էի, 13, երբ Վաչե Հովսեփյանը հեռացավ կյանքից, բայց իր ձայնագրություններով ես մեծացել եմ, սովորել եմ, սովորում եմ։ Պատահական չէ, որ մեծ դուդուկահարի ծննդյան 100-ամյակին նվիրված մրցույթ փառատոնը տեղի է ունենում հենց Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում։ Սա եղել է Վաչե Հովսեփյանի կրթօջախը։ Այս շենքում է սովորել։ Ավարտել է եւ թողել մեծ ժառանգություն։ Վարպետի այդ թողած ժառանգությունը շատ կարեւոր է, որ մեր երիտասարդ սերունդը դրա հանդիսանա դրա կրողը։ Պարտավոր է շնորհ լինի նրանց համար, որ նրանք կրեն այդ ժառանգությունը, ինչ չէ նաև հետագայում փոխանցեն մյուս սերունդների։ Վարպետներից մեկն էր նաև, որ կարողացավ փողոցային, այն ժամանակներից այդ դուդուկը կատարողական բերել բեմ։ Որից հետո նաև շարունակեցին արդեն Չիվան Գասպարյան, հետո մնացած դուդուկարները։ Եվ շարունակությունն անխուսափելի է, ասում են այն դուդուկահարները, որոնք այժմ երիտասարդներին գնահատելու խորհուրդ տալու պատասխանատվությունն են ստանձնել։ Մենք ապրում ենք դուդուկի հայրենիքում։ Այստեղ ամեն տարի ծնվում են նոր դուդուկահարներ, ամեն տարի ուսումնարաններում եւ կոնսերվատորիայում ընդունվում են փայլուն դուդուկահարներ։ Շատ ողջավորված եմ, շատ հուզված եմ, շատ ուրախ եմ, որ այսօր մեր հանրապետության տարբեր մարզերից եկած երեխաներին ենք լսելու։ Մեր համար կարելի է այսօր դուդուկի տոնն է։ Սա նաև լավ առիթ է, որ ամբողջ աշխարհի ժողովուրդները իմանան եւս մեկ անգամ, որ դուդուկը նախ հենց հայկական նվագարան է, գործիք է։ Ճիշտ է, օգտվում են այլ ազգեր նաև, բայց դուդուկը դա հայկական է եւ վառ ապացույցը, որ դուդուկի լավագույն վարպետները ինչ խոսք հայերն են, հանձինս մեր մեծ վարպետ Վաչե Հովսեփյանի։ Դուդուկի ապագան ապահով ձեռքերում է, քանի դեռ գործիքն իրենց ձեռքն են վերցնում երեխաները առանց պարտադրանքի, ներքին մի մղումով, ասում են հանձնաժողովի անդամները։ Մրցույթի միակ աղջիկ մասնակիցը 14-ամյա Լորետա Ղազարյանն է։
5 տարեկանից շատ սիրել եմ, լսել եմ 5 տարեկանում մայրիկիս հետ վերնիսաժով քայլելիս դուդուկների մոտով, խնդրեցի որ գնի ինձ համար ու այդտեղից էլ սկսեց իմ հենց փորձերը դուդուկի հանդեպ, բայց 11 տարեկանից սկսեցի արդեն զբաղվել մասնագիտացված։ Մինչև գնալս երաժշտական դպրոց, ասում էին կանոն ընտրի, ջութակ, սաքսոֆոն անգամ, բայց դուդուկի ձայնը ուրիշ է, ինձ շատ գրավել է ինքը։ Մասնագիտություն ընտրել ես, հարցնում եմ, ցույց է տալիս ձեռքի դուդուկը, դուդուկահար եւ վերջ, ասում է, այլ տարբերակ չկա։ Հայկական դուդուկը շարունակելու է հուզել ու ուրախացնել աշխարհին եւ վերջ, ասում են վաստակավոր եւ ոլորտում առաջին քայլերն անող երաժիշտները, այլ տարբերակ չկա։ Այս փառատոնը դրա ապացույցն է, կարծում են կազմակերպիչներն ու բոլորին հրավիրում դեկտեմբերի 15-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կայանալիք մեծ փակման արարողություն համերգին։ Արուսյակ Կապուկչյան, Սամվել Գալստյան, Ռադիոլուր։